Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք Գյումրու դեպքերից տեսանյութեր եք ուզում, որպեսզի հասկանաք բռնությունը, թե ոստիկանություն օրենքով սահմանված ուժ է գործադրում, խնդրեմ ես տեսանյութն այլ սա բռնություն է։ Ես կարիք չունեմ հիմա տեսանյութի տարկելու, տեսանյութը կարող եք ուղարկել ներքին գործերի նախարարություն, ես բացատրեցի ֆիզիկական ուժի գործադրման եւ ծեծի կամ մնացյալ դրվագների տարբերությունը ուղարկեք ներքին գործերի նախարարության անվտանգության վարչություն, կդիտարկենք, եթե հիմքեր լինեն անպայմանորեն վրա կհասնի քննություն։ Երկու կարմիր բերետավոր 18 տարեկան տղային գցում են ասֆալտին, դա համաչափ ուժ կարող է ուժի կիրառում կարող է համարվել թե ոչ։ Ես հիմա չեմ եկել այստեղ, որ դետալային մեթոդաբանական process-ներ ներկայացնեմ ուժային միջոցների գործադրման մասով, կա դիմադրություն ցուցաբերող քաղաքացի, կա դիմադրություն չցուցաբերող քաղաքացի, դրանց մեթոդաբանական հնարքները տարբեր են, վերման ենթարկելու եւ մնացյալի, եթե հետաքրքիր է, կարող եք հարցադրումներ ուղարկել, գրավոր կպատասխանեմ։ Սակայն վերջին շրջանում հրապարակումները ձեր հնարավոր պաշտոնակության եւ հավանական տեխնացուների մասով ընդհանուր մամուլը անուններ է շրջանառում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեր աշխատանքից գոհ է եւ դուք ձեր աշխատանքից ինքներդ գոհ եք։ Ես կարծում եմ, որ վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատականներ տամ։ Ես կարծում եմ, որ 2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում նախարարության մասով։ Նախկին քննչական կոմիտեի նախագահի անունը նշվում Արգիշտի Քարամյանը, որ հնարավոր է իրեն նշանակեն, ասում են հիմնականում պայմանավորված են հանգամանքով, որ փառաքարում դեպքերը պետք է կանխվեր, չի կանխվել եւ դժգոհությունը հիմնականում ձեր մասով դա է հանդիսանում։ Նման բան չկա եւ ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում։ Վարչապետի կողմից կա դժգոհություն քննարկում եղել է ձեր աշխատանքի արդյունավետության հետ կապված թե ոչ։ Ոչ, չի եղել նման քննարկում։ Տիկին Սարգսյան, ինձ հետաքրքիր է, դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգը SMS-ով եք ստանում, մեյլով, թե հենց ուղիղ զանգ եք ստանում, շատ հետաքրքիր է։ Նախարարը որպես կառավարության անդամ տարբեր գործիքներով եւ միջոցներով կարող է հաղորդակցվել վարչապետի հետ եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդակցություն լինել կամ որևէ այլ գործիք կիրառվել։ Դուք ինչ եմ հարցը ուղղում, ուղղակի որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է։ Այդպես էլ բյուջեն ՆԳՆ-ի կրճատվում է թե ոչ։ Մի հատ հստակեցում ասեք ու խնդրում եմ պարզ հստակեցում լինի, որովհետեւ մի մասում է կրճատվում է կառուցվածքային փոփոխություն, հետո ասում եք ընդհանուր առմամբ չի կրճատվում։ Հիմա կրճատվում է թե չի։ Չէ, եթե ուշադիր հետևեիք խոսքից, ես նշեցի, որ ընթացիկ ծախսերի գծով ավելացում կա, կապիտալ ծախսերի գծով է նվազումը, բայց հանրագումարում, այո, ներքին գործերի նախարարությանը հատկացվող բյուջեն ի համեմատություն 2025 թվականի շուրջ 2.4 միլիարդ դրամով պակաս է նախատեսված։ Այսինքն կրճատվել է, ինչ է կրճատվել։ Այո, կապիտալ ծախսերի նվազեցում են ունեցել, դրա հաշվարկով 2.4 միլիարդ դրամ արդեն ավելի պակաս է։ Ձեր խոսքում նշեցիք, որ 12000-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ են գրանցվել նոր, դրան ինչ վիճակագրություն ունեք, դրանցից որ մասն է, որ օտարերկրացի են եւ որ երկրներից են հատկապես Արցախն է հասկանալի։ Հիմնական տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում թե ամերիկյան մայրցամաքից, այսպես ասեմ, թե եվրոպական հատվածից եւ որպես կանոն բնականաբար նույն ստուգման մեխանիզմն են անցնում բոլորը, այսինքն անկախ նրանից թե որ երկրի ներկայացուցիչի հետ գործ ունենք, հատկապես ցակումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություններ ենք իրականացնում, մնացյալ դիմումատուների դեպքում եւս եւ ինչպես նշեցի, ունենք դիմելության աճ եւ նաեւ քաղաքացիության շնորհման աճ։ Հայերի մասին եմ հարցնում։ Այո, հիմնականում օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ունենք, Ուկրաինայից ունենք, եթե տոկոսային կտորը հետաքրքիր է, կարող եք գրավոր դիմել, անպայմանորեն կփոխանցենք։ Տիկին Սարգսյան 3 ոստիկանության գվարդիան ծառայություններ առաջ իրականացնում Հովանավանքում եւ մենք տեսանք, որ լրագրողներին խոչընդոտում են գործունեությունը, հայհոյանքներ հնչեցնում Հովանավանքում եւ ոստիկանությունը որևէ գործողություններ տվյալ անձանց վերաբերյալ չէր իրականացնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Հարգելի լրագրողներ, ես
Պիտի փաստեն, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում եւ նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անձին կարող են դիմել դրա համար։ Որպեսզի նկարահանում իրականացնեն լրագրողները, օպերատորի գործնային խոչընդոտում, այս դեպքերում չպետք է ոստիկանությունը։ Ես նկատի ունեմ ոստիկանները, թե քաղաքացիները եւ ոստիկանները հետևում էին այս ամենին։ Դե այս պայդրությամբ նախ ես պիտի փաստեմ, որ ինչքան որ ուսումնասիրել ենք իրավիճակները, որպես կանոն ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել իր արժեվ դրված խնդիրները, հիմնականում ոստիկանության գնահատման որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել, եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում։